Ladies and gentlemen, please rise if you're able and remove your hats. Here to perform the national anthem is Serena Krause. Լոս Անջելեսի հանրահայտ մարզադաշտը վերածվել էր իսկական տոնի։ Այստեղ կայացած Ռեալ Մադրիդի եւ Բարսելոնայի լեգենդների հանդիպմանը ներկային ոչ միայն հազարավոր երկրպագուներ, այլև հայկական շոու բիզնեսի սիրված դեմքերը։ Երգիչ Արմեն Չիկո, ով միշտ աչքի է ընկնում ընտանիքի հանդեպ ունեցած առանձնահատուկ ջերմությամբ, խաղը դիտում էր կնոջ Լուսինեի եւ երեխաների հետ։ Զույգը, որը արդեն տարիներ շարունակ համարվում է հայկական էստրադայի ամենաամուր ընտանիքներից մեկը, իր սիրո պատմությունը սկսել է հենց բեմից եւ աշխատանքից։ Հիշեցնենք, որ նրանք ծանոթացել են համերգային շրջագայություններից մեկի ժամանակ, երբ Լուսինեն հանդես էր գալիս որպես միջոցառման կազմակերպիչ։ 8-ի վերջին դեկտեմբեր ամիսներ մեր շատ սիրելի Արամ Ասատրյանի համար Մոսկվայում հուշ երեկո էին կազմակերպել համերգ եւ Լուսինեն այնտեղ այդ բեմի հետևում էր, օգնում էր, բաներ անում, ջայել սիրուն աղջիկ էր, հիմա էլ ջայել։ Ասես դե պայտակ նայում ես, էլի, ասեցի շատ սիրուն աղջիկա, հապ ծուփորձ արեցի, բան արեցի, հետո խոսացի, բան զգացի, որ զուս բանա նորմալ, sense նորմալ մեկն է երևում։ Մարզադաշտում Արմեն Չիկի ընտանիքին է միացել նաև երգիչ Նորոն։ Ընկերական ջերմ մթնոլորտում նրանք հետևում էին դաշտում ընթացող պայքարին, իսկ երգչի որդին նույնիսկ հնարավորություն ունեցավ մոտիկից տեսնելու համաշխարհային ֆուտբոլի աստղերին, լինելով հենց խաղադաշտում։ Այսպիսով մարզական հերթական երեկոն հայ աստղերի համար վերածվեց հաճելի հանգստի եւ ընտանեկան ջերմ հիշողության։ Օրագիր Նյուզը շարունակում է հետևել հայտնիների կյանքի կարևոր անցուդարձին, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։